Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն է։ Բարև ձեզ, պարոն Թևանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Թևանյան, սկսենք Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից, որից հետո արդեն դպրոցական եղբայրներին մեղադրանքի առաջադրվել, իսկ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։ Ակնկալվում է, որ նրանց նկատմամբ կալանավորում կկիրառվի, փորձագիտական դաշտում ընկալումն այդպիսին է։ Ընդհանուր առմամբ ինչ գնահատական կտակ այս միջադեպին, ինչու է Նիկոլ Փաշինյանն ամեն Կիրակի, այսպես ասած, մարդամեջ մտնում, շատ լավ իմանալով, թե ինչ ընդունելության է արժանանալու հատկապես մայրաքաղաքում։ Եթե կարճ ճապատասադրանք էր, իհարկե այդ բռնություններ եւ այլն մենք միշտ դեմ ենք դրան, բայց նախ պետք է հասկանալ ով էր բռնության դիմել, որովհետեւ կային տեսանյութեր, որտեղ երևում է, որ օրվա գործող վարչապետի տիկնազորի անդամներից մեկը հարվածում է տղաներից մեկին։ Իսկ ընդհանուր առմամբ արդեն կարճ ասացի, դա սադրանք է։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ինքը մարդամեջ մտնելով, ինչպես դուք ասացիք, կարողանալու է իր վարկանիշը վերականգնել, բայց ինքը լավ չի պատկերացնում կամ միգուցե պատկերացնելով է այդպիսի քայլերի գնում, այն մասին, որ 2018-ի մթնոլորտը իր համար այլևս անվերադարձ կորած է։ Ինքը մտածում է, որ ժողովրդի մեջ մտնելով կարողանալու է ՔՊ-ի շատ ցածր վարկանիշը բարձրացնել, բայց հակառակ էֆեկտն է ստանում։ Երևանը առավել եւս մերժում է նրան։ Երևանը մերժեց ՔՊ-ին 2023-ին ուղղակի քաղաքական կոռուպցիայի եւ աճպարարության դրսևորումների միջոցով նրանց հնարավոր եղավ պահել իշխանությունը, բայց ընդհանուր առմամբ Երևանը մերժում է նրան եւ ընդհանրապես Հայաստանում էլ իր գործերը այնքան էլ լավ չեն, մեղմ ասած։ Եվ նմանատիպ միջադեպերը կարծում եք, որ նրա վարկանիշը շարունակաբար նվազեցնելու են։ Նրա վարկանիշը արդեն նվազեցված է եւ չի ավելանա։ Ինչքան էլ որ փորձի շոու միջոցառումներ կազմակերպել, միևնույն է նրա վարկանիշը արդեն պատմական նվազագույնի վրա է եւ նա ունի մի վարկանիշ է 10-12%-ը, որը կարող է ունենալ ցանկացած իշխանություն, եթե նույնիսկ օրինակ ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի լիներ, աստված մի հարացի իհարկե, բայց էլի այդքան վարկանիշ կունենար, այսինքն դա իշխանության վարկանիշն է։ Իսկ նույն եղբայրներին աջակցելու մասով ընդդիմությունը ինչ կարող է անել, որպեսզի առնվազն երեխաները կալանքի չտարվեն, ինչի հավանականությունը ներկայիս փուլում բավականին բարձր է։ Այս պահին քիչ հավանական եմ համարում, որ ինչ-որ գործողություններ կարող են հակառակին հանգեցնել, բայց ընդհանուր առմամբ քաղաքական դաշտը եւ հասարակությունը պետք է ամեն ինչ անեն, որ հունիսի 7-ից հետո այս իշխանությունը չլինի, դա կլինի ամենալավագույն տարբերակը բոլոր քաղբանտարկյալներին եւ բոլոր հետապնդյալներին ազատ արձակելու եւ ի վերջո մեր երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար։ Պարոն Թևանյան, Նիկոլ Փաշինյանը անցել է բացահայտ շանտաժի, հայտարարելով, որ եթե ինքը եւ իր քաղաքական ուժը սահմանադրական մեծամասնություն չստանան, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի։ Սեփական ժողովրդին պատերազմով սպառնալը որքանով է տեղավորվում բարոյականության սահմաններում եւ ինչ է կարծում, այս շանտաժը ինչ ազդեցություն կունենա հանրային տրամադրությունների վրա, մարդկանց կստիպի, որ Փաշինյանի օգտին քվեարկեն, թե հակառակը։ Սա բացահայտ սպառնալիք է, որը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանում է, որ ինքը Ադրբեջանի թեկնածուն է, որովհետև ասել, որ եթե ես չլինեմ, ապա կլինի պատերազմ, դա նշանակում է, որ դու ներկայացնում ես Իլհամ Ալիևին։ Դա մեկ։ Երկրորդը, եթե ասում են, որ մենք արդեն խաղաղություն ենք բերել, ինչու պետք է պատերազմ լինի այդ դեպքում, եւ երրորդը իրական խաղաղություն, երաշխավորված խաղաղություն կարող է բերել միայն այն ուժը, որը չունի այն հետագիծը, որը ունի Նիկոլ Փաշինյանը։ Ինքը պարտված է Ալիևի կողմից տարբեր որակումների ենթարկված է եւ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը գիտակցված գնացել է երաշխավորների միջնորդների ինստիտուտի վերացմանը, որովհետեւ ակնկալում է, որ իրեն այդ ձևով Թուրքիան ու Ադրբեջանը կօգնեն վերարտադրվել, ինչպես որ 2021 թվականին աջակցեցին եւ ինքը որոշակի այդ աջակցությունից օգտվեց։ Հիմա ինքը հույս ունի արևմտաթուրքական այն շրջանակներից, որոնք հիմնականում Հայաստանը դիտարկում են որպես մանրադրամ
Ռուսաստանի դեմ, Իրանի դեմ, Չինաստանի դեմ տարբեր հաշվարկներով առաջնորդվում են այդ ուժերը, նրանք Փաշինյանը հույս ունի, որ կօգնեն իրեն վերարտադրվել, որից հետո ինքը արդեն կանի այն, ինչը արեց 2021-ից հետո, 2023-ից հետո, ես հիշեցնեմ, որ 2023 թվականի Երևանի ընտրությունների ժամանակ Արցախը շրջափակված էր եւ Մայր Հայաստանը մասնակցում էր հիմնականում այդ Արցախի եւ անվտանգության իշխանափոխության թեմայով։ Ընտրությունների ավարտից 2 օր անց իրոք պատերազմ սկսեց այն պարագայում, երբ որ իշխանությունը վերարտադրվեց։ Եվ հետագայում բոլորը խոսեցին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները բոլորը տեղյակ էին, թե ինչ է սպասվում Արցախին։ Ուղղակի սպասում էին ընտրությունները ավարտվի, նոր անեին։ Սա բացահայտ ուրեմն գործունեություն էր եւ բացահայտված պլան է։ Հիմա նույնն են պատրաստվում անել, ընդ որում ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ իրենց առաջնային խնդիրը 300,000 ադրբեջանցու բնակեցումն է Հայաստանում, որից հետո Թուրքիան ու Ադրբեջանը որևէ պատրվակով կմտնեն Հայաստան եւ կանենային ինչ որ ժամանակին արել են Կիպրոսում, արել են Սիրիայում, արել են Իրաքում։ Գտնում եք, որ Փաշինյանի մնալու դեպքում է պատերազմի հավանականությունը երաշխավորված պատերազմ է լինելու Փաշինյանի դեպքում եւ երաշխավորված պարտություն։ Հիմա բացատրեմ, թե ինչու նաեւ ռետրոսպեկտիվ տարբերակով, եթե մենք դիտարկենք, թե ինչ տեղ ունեցավ, 18-ից հետո էլի Փաշինյանը Դուշաբեում պայմանավորվածության էր եկել եւ այսպես կոչված դիպուկարների պատերազմը մի պահ դադարեցվել էր, ինքը ասաց, որ ես ուղիղ բանակցել եմ, վերելակային դիվանագիտությունը այդ անվանումը այո ստացավ, ես ուղիղ բանակցել եմ եւ ամեն ինչ խաղաղ է լինելու։ Հետագայում ադրբեջանցիները բացահայտեցին, որ Փաշինյանը ուղղակի խնդրել է ժամանակ, որպեսզի ներքաղաքական հարցերը կարգավորի եւ իրենց տված խոստումները կատարածի։ Երբ որ ինքը խոստումները որոշակի դանդաղությամբ էր իրականացնում, այսպես կոչված ռազմահայնասիրական ռետորաբանություններ որդեգրել, իրեն ուղղակի հիշեցրեցին իր խոստումները եւ 20 թվականին մենք ստացանք պատերազմ։ Պատերազմը Ադրբեջանը սանձազերծեց Թուրքիայի հետ միասին, բայց դրա առիթը, դրա հնարավորությունը տվեց Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին, այսպես կոչված Տավուշյան ճակատամարտը դարձնելով Սարդարապատ եւ շոու սարքելով այդ ամեն ինչից, մտնելով Տիգրան Մեծի կերպարի մեջ, մտնելով հմուտ ռազմական գործչի կերպարի մեջ եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը իր փառասիրության պատճառով ինքը սադրեց այդ պատերազմը, ինչպես որ եկեղեցում է սադրում, ինքը հայտնի սադրիչ է։ 2008 թվականի մարտի 1-ին էլ էր սադրե եւ ծլկել էր իդեպ ասեմ դեպքի վայրից, հիմա տվյալ դեպքում ինքը նույն սադրանքն է իրականացնում եւ ադրբեջանցիները բացահայտել են դա։ Նույնը 21 թվականին եղավ, ինքը խոստացավ ինքնորոշման իրավունք, խաղաղություն, անվտանգություն, բայց մենք ստացանք Արցախի կորուստ։ Իսկ հիմա ինչի պիտի պատերազմ ստանանք, եթե առանց պատերազմի էլ Փաշինյանը ինչ պահանջում են զիջում է։ Որովհետեւ այդ պահանջները ըստ էության արևմտյան Ադրբեջան դառնալու մասին են Հայաստանի։ Ինքը դրան դեմ չէ, բայց ասում է եկեք այսպես փուլ առ փուլ գնանք այդ տարբերակին, որպեսզի ես կարողանամ աթոռս պահել եւ իմ անձնական անվտանգությունը ապահովել, որովհետեւ ինքը վախենում է Սաակաշվիլի ճակատագրից։ Այս առումով պատերազմ հնարավոր է այն պատճառով, որ Փաշինյանը շատ դեպքերում չի կարողանա այն տեմպը ապահովել, որը իրենից պահանջում են ադրբեջանցիները, եւ իրենք կարող են ջերմուկի տիպի այդ տիպի գործողությունների դիմել, հիշեցնելով իր տված խոստումները եւ արագացնելով գործընթացները, դեպքում մենք իրոք պատերազմ կստանանք։ Օրինակ ընդդիմությունը խոսում է վերաբանակցելու ձեռք բերված պայմանավորվածությունը եւ ավելի ճիշտ կլինի ասել արժանապատիվ խաղաղություն հաստատելու։ Մենք օգտագործում ենք երաշխավորված խաղաղություն ձևակերպումը եւ առաջին հենց մենք այդ ձևակերպման ճանապարհային քարտեզը եւ բովանդակությունը տվեցինք եւ դրական եմ գնահատում այն, որ այսօր ընդդիմադիր դաշտի խոսույթի մեջ այդ ձևակերպումը մտել է։ Փաշինյանը ասում է սրանով պատերազմի դուռ եք բացելու, քանի որ վերաբանակցելով առ ոչինչ եք ճանաչելու ձեռք բերվածը։ Գիտեք, անընդհատ պատերազմ, կորուստներ եւ պարտություններ բերած մարդը չի կարող այդպեսի բան ասել, բայց ուրեմն վերաբանակցումը կամ լրատվամշակումը ինչ է նշանակում։ Նախ չկա խաղաղության փաստաթուղթ։
երբ որ ասում են իսկ դուք ինչ եք անելու այդ խաղաղության փաստաթուղթը չկա։ Եթե ձևակերպվում է, որ Ադրբեջանի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն, բա ինչի չեն ստորագրել, այլ այսպես կոչված նախաստորագրել։ Նախաստորագրումը դա թուղթ է, որը Փաշինյանը թափահարում է, թե իբր խաղաղություն է բերել, բայց իրականում այդ թուղթը նրան որպես PR գործիք է պետք եղել։ Իրական խաղաղություն չկա եւ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ եթե դուք համառություն չփոխեք, 300,000 ադրբեջանցիներին չբնակեցնեք, մյուս մեր պահանջները չիրականացնեք, ոչ մի խաղաղություն չի լինի, իսկ դա նշանակում է իրենք իրականացնում են Արևմտյան Ադրբեջան նախագիծը։ Մեր պարագայում երաշխավորված խաղաղությունը ունի 3 կարևորագույն բաղադրիչ։ Առաջինը դա մեր բանակի վերականգնումն է, որը մեզ հնարավորություն կտա առաջին հերթին ինքներս մեզ ուժեղ զգալ։ Բանակը այսօր լքված վիճակում է եւ այն ձևական զորահանդեսը, որ ուզում է կազմակերպել այսօրվա իշխանությունը, դա նույնպես շոուի շրջանակներում է։ Ուրեմն բանակի վերականգնումը դա մենք տեսնում ենք պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա։ Մենք գտնում ենք, որ պետք է համալրել սպայական կազմը պրոֆեսիոնալ կադրերով, 18 տարեկան զորակոչիկներին չուղարկել այն վտանգավոր դիրքեր, այլ իրենց ուղղակի սովորեցնել ռազմական հմտությանը եւ կամաց անցնել արդեն պրոֆեսիոնալիզմի։ Երկրորդ բաղադրիչը, որ մենք տեսնում ենք երաշխավորված խաղաղության պարագայում, դա մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումն է, որոնք փլուզվել են այս վերջին 6 տարիների կամ ավելի շատ 8 տարիների ընթացքում։ Առաջին հերթին դա Իրանը, Ռուսաստանը, եւ մենք բնական նորմալ գործընկերային հարաբերություններ ենք տեսնում Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ, բնականաբար տնտեսական կապերի զարգացումներ Հնդկաստան, Չինաստան, մի խոսքով հավասարակշռված դիվանագիտություն դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորման մեջ եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում անպայման պետք է լինեն միջնորդ երաշխավորներ կամ երաշխավոր, տվյալ դեպքում առաջնային է սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելը, որովհետեւ առանց դրա դու փաստորեն որոշակի անորոշություն ես թողնում հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Բնական է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում մենք պետք է անպայման գերիների հարցնել ներառենք, որովհետև եթե մենք գնում ենք իրական խաղաղության, ապա գերիները չեն կարող Բաքվում լինել։ Արցախահայության իրավունքների հետ կապված ես ասեմ, որ այս հարցը թող որևէ մեկ չփորձի պոպուլիզմի ու շահարկման առարկա դարձնել եւ մի հայտնի բանաձև ունենք մենք, ասում ենք, որ ում սիրտը չի ցավում Արցախի կորստի համար, նա հոգի ու խիղճ չունի, բայց ով մտածում է, որ վաղը կարելի է հետ բերել Արցախը, նա խելք չունի կամ արկածախնդիր է։ Այդ պարագայում մենք գտնում ենք, որ այսօր կարելի է Արցախահայության վերադարձի իրավունքը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել եւ այս առումով միջազգային խաղաղացողները որևէ մեկը դեմ չի դրան եւ Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրամիությունում ու պաշտպանել նաեւ Արցախահայության սոցիալական իրավունքները որպես էթնիկ զտման ենթարկվածներ, որպես բռնի տեղահանվածներ, նրանք ունեն սոցիալական իրավունքներ եւ Եվրամիությունը, որը մեծագույն պատասխանատվություն ունի նաեւ այդ Արցախը հանձնելու մեջ եւ էթնիկ զտման մեջ, ինքը պետք է որոշակիորեն իր մեղքերը քավի։ Այս առումով մենք տեսել ենք, որ Սիրիայի փախստականների հետ կապված իրենք հսկայական հատկացումներ են անում Թուրքիային եւ պետք է այդ հատկացումները անեն նաեւ Հայաստանին, որպեսզի մենք կարողանանք Արցախահայության սոցիալական իրավունքները պաշտպանել։ Եվ քանի որ միջնորդներից խոսեցիք, որ երկրներին եք տեսնում միջնորդի դերում, ասես մեկ երկիր թե մի քանի։ Տեսեք, ժամանակին բանակցային գործընթացում կար ԵԱԿ Մինսկի խումբ, որը զբաղվում էր Արցախի խնդրի կարգավորմամբ։ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, այսինքն իրենց Ֆրանսիային նաև Եվրամիություններ ներկայացված։ Այս պարագայում մենք այդ նույն երկրները, ովքեր որ կարող են ներգրավել եւ երաշխավոր դառնալ, մենք տեսնում ենք նրանց ներգրավվածությունը։ Մասնավորապես սահմանազգտման եւ սահմանազատման հարցերում Ռուսաստանը կարող է օգնել, որովհետեւ ռուսական գլխավոր շտաբում են այդ քարտեզները, որ պետք է իրականացվի։ Ի վերջո գոյություն ունի միջազգային փաստաթղթերի համակարգ, Միացյալ Նահանգների հետ ստորագրված օգոստոսին եւ նոյեմբերին Ռուսաստանի հետ ստորագրված եւ այս առումով մենք միջազգային պարտավորություններից չենք հրաժարվում Հայաստանի
եւ մենք այնքան այդ սխալ ենք գնահատում այն արկածախնդրությունը, որը օրվա իշխանությունը արեց հայտարարելով, որ զրոյական կետից է սկսում, մենք այդպեսի քայլի չենք գնա, բայց նույն այդ փաստաթղթերը կարող ենք մաքսիմալ օգտագործել հայկական շահերը պաշտպանելու համար, այսինքն նոյեմբերի 9-ի համաձայնագրով կարող են սահմանազատում սահմանագծում իրականացնել, որ նոյեմբերի 9-ից հետո 3 փաստաթուղթ է ծնվել եռակողմ Մոսկվա, Բաքու, Երևան տարբերակով, նաև տրիպի հետ կապված այնտեղ կա փոխադարձության սկզբունք, Միացյալ Նահանգների կողմից վկայությամբ ստորագրված, այդտեղ մենք մաքսիմալ կարող ենք օգտագործել հայկական շահը, որ եթե փոխադարձություն է, ապա մենք է փոխադարձություն պետք է ունենանք։ Եթե սահմանագծում սահմանազատում է, ապա պետք է միջնորդ լինի այդ process-ին։ Աշխատանքի դաշտ տեսնում եք այնուամենայնիվ։ Հսկայական, այսինքն գիտեք ինչ, այդ փաստաթղթերը դրանք դանակի պես բան են։ Դանակով կարելի է մարդ սպանել, դանակով կարելի է հաց կտրել։ Հիմա մենք դանակը, այսինքն փաստաթուղթը, որը կախված է Հայաստանի գլխին, բնականաբար բոլորս հասկանում ենք, որ դա իդեալական փաստաթուղթ չէ, կամ փաստաթղթեր չեն, բայց այդ փաստաթղթերի շրջանակներում մենք կարող ենք մեր մոտեցումները ներառել, լավարկել եւ երաշխավորի ինստիտուտ մտցնել, միջնորդի ինստիտուտ մտցնել, որովհետեւ այսօր Հայաստանը փաստացի բանակցում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մենակ։ Եվ դա հատուկ որոշումն է եղել օրվա իշխանության կողմից։ Իսկ եթե դու մենակ ես բանակցում, ապա քեզ անընդհատ թելադրել են, իսկ դու իր կատար ես ածելու։ Հատկապես երբ դու պարտված կողմն ես։ Այո։ 100%-անոց երաշխավորներ չեն լինում իհարկե, բայց նրանց ներգրավվածությունը բարձրացնում է խաղաղության հավանականությունը, իսկ այսօրվա իշխանության պարագայում 100%-անոց դարձնում է պատերազմական ու կորստաբեր։ Ուզում խոսենք նաև ընտրություններին ձեր մասնակցության ձևաչափի մասին։ Շատերը սպասում էին, որ ձեզ Մայր Հայաստանին Հայաստան դաշինքի կազմում կտեսնեն, սակայն դուք Բարգավաճ Հայաստանի հետ որոշեցիք համագործակցել, որի հետ եւս նախկինում համագործակցության փորձ ունեք։ Ինչով էր պայմանավորված այս որոշումը եւ ընտրությունների համատեքստում որոնք են լինելու ձեր նվազագույն եւ առավելագույն նշաձողերը։ Որ ասում եք շատերը սպասում էին Հայաստան դաշինքին, ճիշտ հակառակը կասեմ, որտեղ եթե Հայաստան դաշինքի հետ գնայինք, նա պատգամավորական մանդատից չէ երաժարվի։ Մենք նորմալ հարաբերություններ ունենք ընդդիմադիր դաշտում եւ բոլորին էլ ասել ենք, որ Մայր Հայաստան կուսակցության համագումարում հայտարարել ենք, որ պետք է այսպես կոչված ջրային հրադադար հայտարարել եւ թիրախորել բացառապես օրվա իշխանությանը։ Դա առումով Մայր Հայաստանը ուներ երկու որոշում։ Հաշվի առնելով, որ մենք բոլոր ընտրություններում, որտեղ որ մասնակցել ենք, ունեցել ենք դրական արդյունքներ, կար մի տարբերակ, որ մասնակցել առանձին Մայր Հայաստան կուսակցությունով եւ կա տարբերակ, որ գնալ ավելի խոշորացման ճանապարհով։ Մենք գտանք, որ պետք է գնալ միավորումների ճանապարհով եւ շատ նորմալ եւ տրամաբանական էր, որ պետք է դաշնակիցներ ունենային քաղաքական դաշտում եւ ել ավելի տրամաբանական էր, որ հաշվի առնելով նաեւ մեր նախկին փոխհարաբերությունները անցած ճանապարհը, մենք որոշեցինք Բարգավաճ Հայաստանի հետ գնալ ընտրությունների առաջարկ Հայաստանին ծրագրով։ Այսինքն մեր դաշինքը ծրագրային հենքի վրա է։ Սա առաջինը։ Երկրորդը քաղաքական դաշտում մենք ստանձնում ենք կամ ավելի ճիշտ խնդիր ենք դրել ստանձնել առաջատարի դերակատարում, լոկոմոտիվի դերակատարում եւ գործընթացները արդեն ցույց կտան, թե ընտրողների վերաբերմունքը ինչպիսին է։ Մենք ամենաբարձր հավակնությունները ունենք, մենք հավակնում ենք իշխանության պատասխանատվության եւ այս առումով գտնում ենք, որ բոլոր են ուժերը, ովքեր որ նույն խնդիրն են դնում, պետք է առնվազն միմյանց չթրախավորեն, միմյանց դեմ, այսպես ասած, անբարոյական քայլերի չգնան, սկզբունքները պաշտպանեն եւ գործեն հանուն իշխանափոխության, հանուն նոր որակի ազգային իշխանության ձևավորման։ Այս առումով մենք տեսնում ենք մեծ պոտենցիալ եւ կարծում ենք, որ շատ էֆեկտիվ համադրություն է տեղի ունեցել, հաշվի առնելով Ծառուկյանի ժողովրդականությունը եւ մեր ներկայացվածությունը հանրության տարբեր շերտերի մոտ եւ մեր քաղաքական կոդերը, այս համադրությունը կարծում եմ ամենաէֆեկտիվն է լինելու քաղաքական դաշտում։ Բնականաբար բոլոր ուժերը խոսում են այն մասին, որ իրենք են ավելի առաջատար, բայց ի վերջո ելքը կորոշի ընտրողը եւ ընտրությունները ցույց կտան, որ հնարավոր է փոփոխություն եւ ես խոսեցի Գյումրի երկու սցենարի մասին,
նկատի ունեի այն, որ քաղաքական ուժերը, ընդդիմադիր իրական ուժերը կարող են ի վերջո միավորել իրենց ձայները, կոնսոլիդացնել եւ հասնել իշխանափոխության։ Սա կհաջողվի համապետական մակարդակում, ես նկատի ունեմ, որ բոլոր ուժերը, ովքեր ընտրությունների արդյունքներով կանցնեն խորհրդարան, օրինակ կանգնեն եւ աջակցեն երկրորդ տեղը զբաղեցրած տեխնացուին, որպեսզի հնարավոր լինի իշխանություն ձևավորել։ Մենք կարողանանք դրան հասնել։ Տեսեք, Գյումրիում այդ մոտեցումը չենք ցուցաբերել զուտ այն պատճառով, որ գործադիր իշխանության չենք գնացել, բայց եկեք մենք ստերեոտիպերից դուրս գանք, ես իհարկե չեմ ուզում կտրվել իրատեսականությունից, իշխանությունը միշտ էլ վարչական ռեսուրսի եւ այլ ռեսուրսների միջոցով ունի հնարավորություն առաջ տեղը բռնելու, բայց այդպես կանխակալ չասենք ով որտեղն է։ Ես կարծում եմ, որ եթե որևէ ուժի չհաջողվի 50+ հավաքել, ապա այդ դեպքում մենք ունենանք կոալիցիոն իշխանություն, իսկ թե ով կլինի այդ դեպքում վարչապետի տեխնացուն, ինչպեսի կաբինետ կձևավորվի, դա արդեն ցույց կտան բանակցություններ, բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ մենք հաստատենք ուժն ենք լինելու, որ կոնսոլիդացնողի մերանի ֆունկցիա են կատարելու այդ ուժերի միջև եւ մենք հավակնում ենք իշխանության պատասխանատվության։ Եվ պարոն Թևանյան, մենք նաև տեսանք, որ Մայր Հայաստանի անդամներից ոմանք, ավականու անդամներից մասնակցում էին Հայաստան դաշինքի համագումարին եւ իշխանական թևից նշում են, որ դուք իրականում նույն քաղաքական ուժն եք, շատերը անգամ ձեր պարակտման մասին սկսեցին պնդել, նշելով, որ Մայր Հայաստանը պարակտվում է։ Որքանով են ձեր քաղաքական ուժի մասնակցման մասին պնդումները համապատասխանում իրականությանը եւ եթե հետք եք, ապա կխնդրեմ նշեք ինչով էր պայմանավորված դրանց մասնակցությունը մյուս համագումարին։ Ուրեմն Մայր Հայաստանի պարակտվածության մասին որևէ խոսք չի կարող լինել, որովհետև ճնշող մեծամասնությամբ մեր որոշումը դա ի կատար է ածվել, ինչպես մասնակցել ընտրությանը։ Առանձին 1-2 դեպքերի մասով կարող եմ ասել, մենք որպես առողջ օրգանիզմ մեր մոտ այսպես տոտալիտար վիճակ չի, որ մարդիկ իրենց հավակնությունները կամ համակրանքը ցույց չտան։ Այն մարդիկ, ովքեր որ գնացել են այլ համագումարների, նրանք չեն ներկայացնում Մայր Հայաստանի տեսակետները։ Գիտեք, ես եթե գնային Նիկոլ Փաշինյանի մոտ, ոնց որ օրինակ այլ դեպքերում մենք տեսել, բնականաբար շատ խիստ դատապարտելի որակում կտայինք, բայց քանի որ գնացել են այլ ընդդիմադիր դաշտ, դա իրենց իրավունքն է, ես խնդիր չեմ տեսնում այդ պարագայում, բայց եթե պարկեշտությունն ու գաղափարական մասը վերցնենք, ապա այդ մարդիկ պետք է հրաժարվեին իրենց մանդատներից եւ նոր շարունակեին իրենց ճանապարհը։ Մնացած արդեն երկրորդական օրինակ ազգային ժողովի մանդատի դեպքում մեր թիմում կային, այո, ես եմ հրաժարվել մանդատից եւ Արեգնազ Մանուկյանն է հրաժարվել մանդատից, երբ որ եկել է Մայր Հայաստան։ Եթե այդպիսի քայլի գնում են, ես նորմալ եմ համարում, որ մարդիկ կարող են որոշել, որ գնում են այդ ուղղությամբ, բայց եթե գնում են այլ քաղաքական դաշտ, բայց պահում են Մայր Հայաստանի քվոտայով ստացած մանդատները, դա արդեն մի քիչ թող հանրությունը մեր գնահատական տա, այդտեղ բացի քաղաքականից պարկեշտության, բարոյականության հետ կապված հարցեր կան, բայց ես չէի ուզենամ մենք դրա վրա կենտրոնանանք։ Դա երկրորդական հարց է այս իրավիճակում։ Եվ պարոն Թևանյան, հատկապես Երևանում մենք տեսանք, որ ԿՊ-ն մեծամասնություն չհավաքեց, սակայն կարողացավ իշխանությունը պահելու սեփական տեխնացուին քաղաքագլուխ կարգել որոշ քաղաքական ուժերի աջակցությամբ, դուք դրա գնահատականը ձեր խոսքում տվեցիք, որոնք նախընտրական շրջանում հանդես էին գալիս ընդդիմադիրի դիրքերից, Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը բացառում էին, սակայն ընտրություններից հետո իրենց այլ կերպ պահեցին։ Այժմ համապետական մակարդակով կարող է արդյոք Երևան 2 սցենարը կրկնվել եւ դաշտում տեսնում եք այնպիսի ուժերի, որոնք հենց այս նպատակով են ընտրական գործընթացին մասնակցում։ Օրվա իշխանությունը իր պրոքսի ուժերին ներգրավվեց Երևանի ընտրություններում եւ փորձարկումով հաջողեց, բայց հետագա այդ փորձարկումները չստացվեցին, օրինակ Գյումրիում չստացվեցին նաեւ Վաղարշապատում։ Այլ հարց է, որ Վաղարշապատում իրենք վարչական ռեսուրսի մաքսիմալ մոբիլիզացիայի օգնությամբ կարողացան վերարտադրվել, բայց Երևան 2-ը բացառում է այն առումով, որ պրոքսի ուժերը չունեն այդ հնարավորությունը։ Առաջվա այդ հնարավորությունը չկա նրանց մոտ։ Եվ մյուս ուժերն էլ չեմ կարծում, որ այնքան անհեռատես են, որ համապետական իշխանության հարցը լուծելու պարագայում ինչ պետք է անցնեն քաղաքացիական պայմանագրի կողմը։ Ճիշտ հակառակը, քաղաքացիական պայմանագրից կսկսվի արտահոսք համապատասխան process-ների պարագայում եւ մենք իշխանափոխությունից հետո տեսնենք, որ քաղաքացիական պայմանագրում գրեթե մարդ չի մնացել։ Իշխանափոխությունից հետո այդ կուսակցությունը
կարելի ասել նույնիսկ անկախ ապագա իշխանության միջամտությունից ինքնալուծարվելու են առումով, որ այնտեղ գաղափարական հատված կա իհարկե թուրքամետ, ադրբեջանամետ գաղափարական հատվածը բավական ներկայացված է, բայց մնացածները պատահապաշտներ են եւ ինչ վերաբերում է շարքերին եւ պետական ապարատին, ապա մենք այստեղ վհուկների որոշ չենք իրականացնելու։ Մենք գտնում ենք, որ քաղաքացիական պայմանագրի միջին օղակներում, շարքերում կամ պետական ապարատի հատվածում պետք է իմանան, որ մենք չենք պատրաստվում այդպես համատարած կոտորած իրական, այդպեսի բան չի կարող։ Չի լինելու։ Չէ, կադրային ջարդ կլինի զուտ պրոֆեսիոնալիզմի հենքի վրա, մնացած առումով ես կարծում եմ, որ մենք լայն կոնսոլիդացիա պետք է իրականացնենք եւ այդ լայն կոնսոլիդացիան դա նշանակում է նաեւ հանրային համերաշխություն, որը չի ենթադրում այդ վհուկների որս կոչվածը։ Իսկ իշխանության ներկայումս մաս կազմող առանցքային ներկայացուցիչների հետ կլինեն նրանք падգամավորներ, նախարարներ, իշխանափոխությունից հետո որևէ համագործակցություն նրանց հետ կարող է տեղի ունենալ։ Օդիոս դեմքերի մասին է խոսքը։ Իշխանության կլինեն նախարարներ, ցանկացած մեկը, ով նախկինում անդամ օրինակ ԿՊ-ով падգամավոր է եղել կամ նախարարի փոխնախարարի պաշտոնը են։ Դրանք մոռացվել են, գնան նրանք, ովքեր որ օդիոզներ են եղել եւ օրենքի հետ կապված խնդիրներ են առաջացել, դա շատ նեղ խմբակ է։ Այդ խմբակի հետ համագործակցություն եթե լինի, ապա կլինի իրավապահ մարմինների եւ նրանց միջև։ Այդ համագործակցությունը, այսպես ասած, կարող է լինել, բայց մնացածների մասով մենք այդպիսի ժամանակ եւ էներգիա չենք վատնելու։ Ու ակնհայտ է, որ գործող իշխանությունը վայելում է արտաքին դերակատարների անբերապահ աջակցությունը, որոնք անգամ չեն էլ թաքցնում իրենց աջակցությունը։ Մենք Վենսի հայտարարությունն ենք հիշում, Հական Ֆիդանի, Կայա Կալասի եւ այսպես շարունակ։ Ձեր գնահատմամբ այս աջակցությունը ընտրությունների ելքի վրա որքանով է վճռորոշ լինելու եւ որպես առանցքային ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ինչպես եք հակազդում այդ աջակցությանը, որը Փաշինյանը ունի։ Մենք հակազդելու ենք ժողովրդի քվեն ակնկալելով։ Իրենք ունեն Թուրքիայի աջակցությունը, Ադրբեջանի աջակցությունը, Եվրոմիությունը, այստեղ ինչ-որ հիբրիդային պատերազմներ է ուզում մղել, բայց թիվ 1 հիբրիդային պատերազմ մղողը Հայաստանի դեմ դա օրվա իշխանությունն է եւ այդ հիբրիդային պատերազմին մենք պետք է հակազդենք ժողովրդական քվեով։ Բացառապես հանրության աջակցությամբ։ Բայց ուրիշ ինչ տարբերակ կա։ Որպեսզի օրինակ մենք ընտրություններից հետո չբախվենք այն պատկերին, որ եթե ընդդիմությունը հաջողության չհասնի, հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը ուներ Արևմուտքի, Վենսի եւ այլն մյուսի հաջողությունը, դրա համար մեզ չհաջողվեց։ Մենք բացարձակ կոնկրետ մեր ուժը նման հայտարարություն չի անի, որովհետեւ մենք այդ ուղղությամբ չենք էլ մտածում, ու մեր ոչի չէ դա։ Մենք մտածում ենք, որ իշխանափոխությունը հնարավոր է լինելու հանրային լայն մոբիլիզացիայի միջոցով, եթե ամեն ինչ պետք է անենք, որ մարդիկ մասնակցեն, այդ դեպքում ինչու պետք է մտածենք, թե ինչ ենք հայտարարելու ընտրություններից հետո։ Հանրային լայն մասնակցության ապահովման խնդիրը քաղաքական ուժերի վրա է։ Քաղաքական ուժերը պետք է մաքսիմալ ուրեմն իրենց ծրագրերով, իրենց առաջարկներով հանդես գան հանրությանը եւ հանրությունը ստանա իր հարցերի պատասխանները։ Այդ առումով առաջարկ Հայաստանին ծրագիրը բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս, սկսած սոցիալականից վերջացրած անվտանգային քաղաքական հարցերը։ Այս օրերին օրինակ մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ հարկային տերոր է իրականացվում բիզնեսի շերտերի նկատմամբ եւ դրա պատճառն այն է, որ օրվա իշխանությունը որոշել է պետբյուջեի հաշվին ընտրակաշարք բաժանել։ Այդ ընտրակաշարքը 10,000 դրամներն են, որ մեր հարգարժան թոշակառուներին են հատկացնում։ Մենք դրական են գնահատում, որ թոշակը պետք է բարձրանա եւ մենք մեր ծրագրով էլ ավելի ռեալ առաջարկ ենք ներկայացնում, որ 27 թվականից սկսած փուլային տարբերակով նվազագույն թոշակի չափը պետք է դառնա 100,000 դրամը կամ պակաս չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Սրանք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի իջեցրել են, որ ցույց տան թե իբր ապահովում են, բայց քանի որ բյուջեով նախատեսված չէր այս տարի եւ ընդհանրապես 1-1.5 ամիս առաջ ասում են չէ, ոչ մի բան հնարավոր չի անել թոշակների հետ կապված։ Թոշակառուները չի իմանա որտեղ ծախսի։ Այո, եւ հետո տեսան, որ իրենց վիճակը շատ վատ է վարկանիշային, որոշեցին ընտրակաշարք բաժանել, դա գիտեք օրվա իշխանավորի այդ պարագլխի ոչն է, մի ժամանակ է քաղաքապետի ընտրությունների առաջ էր ասում եւ այդ ընդդիմադիր ժամանակ ասում էր, եթե մեր օգտին քվեարկեք, եկեք մենք ձեզ պաշտոնապես 10,000 դրամը կտանք։ Այդ 10,000 դրամի տակ է ինքը մնացել, շատ դուր է եկել է եւ պաշտոնապես որոշել է ընտրակաշարք բաժանել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ բյուջեն պայթում է։
բյուջեն այդ հնարավորությունները չունի, նախատեսված չի եղել թոշակի բարձրացում, դրա համար էլ տերորի են ենթարկում բիզնեսմեններին եւ նրանց վրա այսպես պատահական թվեր են գրում, մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այդ մասով եւ այդ տերորի արդյունքում բիզնեսը բավական ծանր վիճակի մեջ հայտնվում, ընդ որում ոչ միայն խոշորի մասն է խոսքը եւ ոչ այնքան, ինչքան միջին բիզնեսի, փոքր բիզնեսի նույնիսկ, այսինքն բոլորի դեմ հարցակման են անցել, որպեսզի ապահովեն պետական ընտրակաշառք ընտրություններից առաջ։ Այս առումով օրինակ մեր առաջարկը բիզնես դաշտին լինելու է հետեւյալը եւ մենք միացյալ հետաքրքիր նորույթ ենք առաջարկում, ուրեմն միկրոբիզնեսը մինչեւ 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող պետք է ազատվի շրջանառության հարկից, որը փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ շահութարկին։ 60-ից 80 միլիոն դրամ շրջանառության տեր բիզնեսները պետք է 1% վճարեն այսօրվա 10 եւ այլ տոկոսների փոխարեն։ 180 միլիոնից ավելն էլ արդեն ավելացված արժեքի հարկով ու շահութարկով պետք է աշխատի, բայց շահութարկը մենք 14% ենք առաջարկում, որ պետք է դարձնել, Վրաստանից 1% ցածր։ Եվ ավելացված արժեքի հարկը 17% ենք առաջարկում, եւ նորույթը այն է, որ մենք տարբեր երկրների փորձ ուսումնասիրելով տեսել ենք, որ օրենսդրությունը այդ երկրների հետեւյալ մոտեցում ունի, եթե հարկային բեռը ավելանում է տոկոսադրույքների եւ այլն մասով, ուրեմն դա պետք է ավելացնել հանրակրվեի միջոցով։ Շատ հետաքրքիր է։ Եվ չպետք է ավելի շուտ լինի, օրինակ մենք առաջարկել ենք, որ ավելի շուտ չլինի, քան 2 տարի հետո։ Եթե մի հատ հարկային դրույքաչափ ես ընդունում եւ որոշում ես հետագայում ավելացնել, օրինակ ոնց որ սրանք ոտքի վրա ավելացրեցին շրջանառության հարկը կամ շատերին հանեցին շրջանառության հարկի դաշտից, դա պետք է հանրակրվեով լինի, որ մարդիկ իմանան ինչի են, ինչպես են բիզնեսը պլանավորում։ Եվ եթե մարդը այսօր բիզնես է սկսել, հաշվի առնելով ցիկլը, մենք կարծում ենք, որ գոնե 2 տարի հետո պետք է հարկը ավելանա։ Եթե իջացնեն, թող իջացնեն։ Որոշակի կանխատեսելիություն կլինի այս դեպքում ու մարդիկ եթե կառավարությունը որոշում է իջացնել հարկը, դրա համար հանրակրվե պետք չի։ Դա նշանակում է բիզնես դաշտին օգուտ են տալի, այսինքն դրական որոշում է կայացում։ Եթե որոշել են բարձրացնել հարկը, ուրեմն պետք է հանրակրվեով լինի, որ մարդիկ դեբատների գնան, հանրությանը բացատրեն, որ եթե դու բարձրացնելու ես հարկը, այսքան աշխատատեղ կրճատվելու սա է լինելու սա, եւ մյուս կողմից փաստարկներն էլ, ասենք կառավարությունը ներկայացնում, որ ես այս ծախսեմ անելու, այս ծախսեմ անելու, հանրությունը որոշում կայացնի, ինքը ինչպես է ուզում գնալ զարգացումների, այս թե այն ճանապարհով, բայց ոչ շուտ, քան 2 տարի։ Սա մեր նորույթն է, որը մենք առաջարկել ենք եւ բիզնեսի համար շատ կարեւոր է եւ հիմա նաեւ հարկային մարմիններին դիմելով ասեմ, որ դադարեցրեք ձեր տերորը, չնայած մենք հասկանում ենք, որ դուք հրահանգ եք կատարում եւ ապահովում եք օրվա իշխանության կողմից ընտրակաշառքի պաշտոնական բաժանումը իդեմս 10,000 դրամների, բայց մյուս կողմից դուք մորթում եք բիզնեսին եւ չի կարելի այդպիսի տերորիստական հարձակումների դիմել։ Մենք ստանում ենք այդ ահազանգերը։ Բացի այդ, այսօր հասարակության մեծ մասը նաեւ վարկերի տակ է ճկռում։ Սրանք գլուխ են գովում, թե իբր 7 տրիլիոնի հասնող վարկային պարտավորություններ կան, վարկային process-ներ կան, գործարքներ, բայց այդ 7 տրիլիոնը, եթե մենք կառուցվածքով բացում ենք, հիմնականում սպառողական վարկեր են եւ հիպոթեքային վարկեր։ Այսինքն բիզնեսի զարգացման, բիզնեսի հեռանկարային ճյուղերի ավելացման առումով այդ վարկային պորտֆելները բավական քիչ են։ Սպառողական վարկն է, դա լավ վիճակի մասին չի խոսում։ Խոսում են մասին, որ մարդկանց գրպանում գումար չկա։ Դրա համար դիմում են վարկերի օգնությանը եւ 2,4 միլիոն կարգի վարկային process-ներ կան եւ մենք այստեղ առաջարկում ենք, որ եթե մինչեւ 5 միլիոն դրամ վարկային պարտավորություն ունեցողներ կան եւ նրանց վրա տուժտուգանքներ են եղել, ամնիստիա հայտարարենք, այսինքն համաներենք տուժտուգանքների չափը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ֆինանսական վիճակը փոխել եւ ծանր պարտքերի տակ չընկնել, մանավանդ որ բանկերը ունեն այդ հնարավորությունները ներում իրականացնելու, անցած տարվա տվյալներով բանկային ոլորտի շահույթը 1 միլիարդ 100 միլիոնից էլ ավել դոլարից։ Արագ զարգացող ոլորտներից մեկն է Հայաստանում։ Այո, եւ սա այն պայմաններում, երբ որ օրվա իշխանությունը ասում է բանկերի տակ ճկռում են, տոկոսների տակ, եթե աճել են, ապա աճել են բանկերի եկամուտները, թմրամոլությունն է աճել, խաղամոլությունն է աճել, եւ այս բոլոր 3 ոլորտներն էլ ուղիղ կապվածություն ունեն օրվա իշխանությունների հետ։
Եվ պարոն Թևանյան, վերջում Իրանում շարունակվող պատերազմի ֆոնին Հայաստանում ամերիկյան համալսարանը 3 հայտարարություններ տարածել, նշելով, որ անցնում է դասերի on-line ռեժիմի, քանի որ Իրանի կողմից հարձակման վտանգ կա համալսարանի տարածքի վրա։ Ձեր գնահատմամբ որքանով է այս մտավախությունն արդարացված, կարող է արդյոք մենք այնպիսի իրավիճակում հայտնվել, որ Իրանը Հայաստանի տարածքին հահարվածի, մասնավորապես ամերիկյան համալսարանին Երևանում։ Չեմ կարծում, այդպիսի բան չկա, դա Ինչ նպատակով է այս հայտարարությունն այդ դեպքում։ Տեսեք, Իրանում տեղի ունեցող պատերազմը նախ մեզ համար կարևոր է, որ շուտապույտ խաղաղ հանգուցալուծում ունենա։ Մեր բարեկամ եւ հարևան Իրանը կարողանա այսպես բարելավել իրավիճակը եւ խաղաղ բանակցային գործընթացի մեջ մտնել։ Իրանական պատերազմը մեզ շատ կարևոր եզրահանգման բերեց այն շրջանակների համար, որ ովքեր կարծում են, որ Միացյալ Նահանգները, որը Հայաստանի չի խոստացել դեպ անվտանգություն եւ երաշխավորություն, բայց այդպեսի քարոզեր չէ տարվում։ Ուրեմն դա ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները չունի այդ հնարավորությունը կամ դա 100% հնարավորություն չէ, օրինակ Պարսից ծոցի երկրների անվտանգության հետ կապված մենք գիտենք այնտեղ ամերիկյան ռազմաբազաներ կային եւ այլն, բայց նրանք պաշտպանված չէին։ Եվ իրանական պատերազմը փոխելու է աշխարհը ի վերջո, ինչպես որ ուկրաինականն է փոխելու, մենք հիմա այդ փոթորիկ ծնող գործընթացների մեջ ենք, բայց երբ որ հանդարտվի մենք կտեսնենք լրիվ այլ աշխարհ եւ ես հուսով եմ, որ մենք այդ փոթորիկների պարագայում կկարողանանք պահել մեր պետական նավը, որը բացառվում է այս իշխանությունների պարագայում։ Մենք կողմ ենք, որպեսզի Իրանի հետ կապված խնդիրները շուտապույտ լուծում ստանան եւ մենք կարողանանք նաեւ իրական կոմունիկացիոն խաչմերուկ դառնալ տարածաշրջանում, այլ ոչ թե դառնալ մանրադրամ աշխարհակահաղական հզորների ձեռքերում։ Իսկ բուն այս հայտարարության նպատակը որն էր ըստ Սադրանք է էլի կամ որոշակի process-ներ տանելը ես դրա մեջ չեմ ուզենա խորանալ եւ չեմ ուզենա որպեսզի մենք կենտրոնանանք դրա վրա։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որ այս փոթորկալից ժամանակաշրջանում կարողանանք մենք մեր տեղն ու դերը պաշտպանենք։ Շնորհակալ եմ, պարոն Թևանյան։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի հետ։ Կհանդիպենք։